Խնկի հետ է խաղում իր քեռու շիրմաքարի մոտ նստած այս փոքրիկ աղջիկը։ 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը դարձավ 29 տարեկան։ Այսօրվա պես հիշում է տիկին Գոհարը, որ Արայիկն իրեն ասաց՝ «Մամ, ինձ թվում է երազանքներս չեն կատարվելու»։ Մայրն է որդուն ասել, որ Արցախում պատերազմ է սկսվել, նույնիսկ չի հասցրել վերջին անգամ գրկել տղային։ Արայիկն Արցախի ճանապարհից է զանգել տուն ու մորն ասել, որ ռազմաճակատ է գնում ընկերների հետ։ Արայիկի պակասը մինչև Արցախի լիակատար անկումը այդքան չէր զգացվում, բայց իրեն մասնիկը ամեն դեպքում Արցախում մնաց։ Ընկերները փորձել են Երևան ուղարկել Արայիկին։ Իրենց խոսքով նա ավելի շատ թիկունքում էր պետք։ Խոստումնալի ծրագրավորող էր։ Ընկերներից Դավիթը նույնիսկ մի ընկերության հետ էր պայմանավորվել, որ Արայիկին աշխատանքի ընդունեն։ Ընկերությունը համաձայնվել էր, Արայիկը ոչ։ Մտածում էր, որ ինքը այդ պահին այդ տեղում կոնկրետ բան կարա փոխի։ Հենց ասում էր իմ պեկան տան ու վերջ։ Ես գիտեմ ինչ պիտի անեմ։ Խոսքը պաշտպանության մասին չէր գնում։ Խոսքը գնում էր, որ հնարավոր դեպքում ավելի մեր եղած այն հողերից, որ անկախ նրանից ով կա համարի դրանք մերն են կամ մերը չեն, խոսքը ազատագրելու մասին էր գնում ու դրանք տենց զուտ ռոմանտիկ երազանքներ չէին։ Մարդը դրանով էր ապրում։ Դավիթի ականջներում դեռ հնչում են Արայիկի բառերը, նույնիսկ հայացքն է հիշում։ Հիշում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում ջրականում Արայիկը ժպիտով էր գոտեպնդում տղաներին։ Ժպիտով, ոգևորությամբ, ասենք այդ նույն ավտոբուսի մեջ Ստեփանակերտի հրապարակի կողքներ։ Այն մարդկանցից էր, որ կողքիններին անընդհատ ոգևորում էր, շատ sense տպավորվել այդ իր ժպիտը։ Լուսամուտի մոտ էր, լուսամուտը բացել է, տեղել կանգնեցինք, երիզելուցեցինք, հենց լուսամուտի միջով։ Ու շատ sense բանձեվի, ժպիտով էր գնաց, այդ տպավորվել։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Արայիկ Բաղդասարյանն իր մորը նամակ է գրել, որ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ։ Հոկտեմբերի 3-ին լռել է Արայիկի սիրելի պեկան։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։